Քրիստոսի ոգու սրբով ամեն սիրելի ժողովուրդ ուզում եմ շարունակել անցած անգամվա խոսելու նյութը, որը վերնագրել էի ազգի դեմքը։ Սա նույնպես նրա շարունակությունը կլինի երկրորդ մասը։ Ուրեմն որոշ բաներ նորից ուզում եմ անցնեմ վրայով, կգնենք, հա, Սուրբ Գրքից մեր բերումները անեմ, հետո առանձին խոսենք։ Անցած անգամ ասեցինք, ով որ մտածում է վնասել, նրան նենգամիտ մարդ կասեն։ Եթե տեսնենք ամբողջ ժողովուրդների թե իշխանությունները, թե անհատները, ով փորձում է մեկին վնասել, ես չեմ ասում ազգերի, երեխաների կոտորում են իրար, ռմբակոծում են, արկերը գցում են, այսինքն իրանք դառնում են այդ նենգ մարդը Աստծո։ Բոլոր իշխանավորները, այսօր աշխարհի իշխանները հենց այդ բոլոր նենգամիտ մարդիկ են, ուրիշ տեղ ասում է ես զզվում եմ նենգ մարդուց, Աստված զզվում է, եւ ոչ միայն ճիշտ Աստծո թույլտվությամբ այդ ամբողջը լինում, որտեղ ինչի արժանի ենք այդ իշխանությունն պետքա լինի։ Լինի թե հոգևոր դաս, թե աշխարհիկ դաս։ Անցած անգամ էլ ասեցի, նարեկացին են ասում, որ այս աշխարհի բոլոր թագավորները ու իշխանները ամեն ինչ հնարում են, որպեսզի մարդկանց սպանեն։ Ասեք, ինչ ահավոր նենգության մեջ է մարդ գտնվում։ Եվ նաև շատ վայ է լինում նրանց, ովքեր հետևում են այդպիսիններին։ Նաև չար է նա, ով նախանձոտ աչքերով է նայում։ Երեսը թեքում է և անտեսում մարդկանց։ Ուրիշ տեղերի ասում է, ես չարից զզվում եմ։ Հիմա տեսենք, երեսը թեքում է և նախանձոտ աչքերով է նայում։ Տեսանք մեր ամբողջ կյանքի ընթացքին, տեսանք ինչքան մարդիկ, որ մեկը մյուսին ոնց են նախանձում։ Մեկը նախանձում է ուրիշի կարողությունների վրա, նյութապես, մամոնայի։ Մեկը նախանձում է, չգիտեմ, տարբեր տեսակ նյութերի, այդ կուռքերի, ով ինչ ունի, հարուստը նախանձում է մի ուրիշ հարուստի, որ էլ ավելի հարուստ է, աղքատը նախանձում է իրանից հարուստներին ու սկսում է անիծել, և անգամ, որ անցնում ենք փողոցներով, տարբեր տեղերով, որ շատ մարդիկ կարիքի մեջ են, անգամ խնդրում են, մենք երես ենք թեքում, ոնց որ չտեսնենք ու բանի տեղեր չդնենք, ու անցնում ենք, մենք դառնում ենք այդ չար մարդը, և էլի վայ է մեզ, դա Սիրակի իմաստության մեջ էր, ասում է անողորմ է նա, ով չի չափավորում իր խոսքը և չի զգուշանում տանջանքից ու կապանքներից, ուշադիր եղիր և չափազանց զգույշ, քանզի ամեն րոպե կարող ես կործանվել, որտեղ մեր խոսքից է հիմնականում կործանումը լինելու, էլի տեսնում ենք բոլորը, թե իշխանական կազմը, որ ինչ բառեր են հնչում իրանց բերանից, որ այդ խոսքի համար գնում են դեպի կործանում։ Հիշում եք Հակոբոս առաքյալը ասում է, ով լեզվով կատարյալ եղավ, նա կատարյալ մարդ է, ով որ լեզվով մեղք չգործի, որտեղ ամենաշատ մեղքը մարդ գործում է միշտ լեզվով և մտքով։ Մի ասա, թե հանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պետք չի անել այն, ինչ ատեց Տերը։ Ես նորից ասել էինք, Սիրակի իմաստության մեջ է, տեսեք, սա գնում են դեպի ապստամբության պատճառ բերելով, որ պիղծ են իշխանությունները, հոգևոր, անհավատ են, չգիտեմ ինչ են, հա, մինչև անգամ քարկոծում են կաթողիկոսի գահը, անձին թիրախավորելով, բայց չարի ուզածը դա չի, չարի ուզածը եկեղեցին կործանելն է, Քրիստոսի եկեղեցին, և այդ կույր մարդիկ չեն տեսնում։ Եթե այստեղ Տերը ասում է մի ասա հանուն Տիրոջ ապստամբեցի, դրա մեջ արդեն մտնում է ամբողջը, այսինքն հանուն ճշմարտության, հանուն արդարության, որտեղ ամբողջը Տերն է, որտեղ զզվում է Տերը,
այդ ապստամբություններից, ատում ատել, նաև ապստամբությունը նորից ասեցինք այն ժամանակ կախարդության մեղքի պես է, անհնազանդությունը կռապաշտության մեղքի մեջ։ Այսօր էլի մեր աչքերի առաջ է, այսօր ամբողջ աշխարհը մեր երկիրն է, որ բռնվել են այդ մեղքով, որտեղ գնում են ապստամբության հետևից, անհնազանդության հետևից եւ այդ կախարդության մեղքը եւ կռապաշտության մեղքը բռնում։ Դրա համար մարդիկ գրեթե շատ քչերն են փոխվում զղջում։ Էդի Աստծո թույլտվությամբ Աստված է կամենում որ ձեռք մեկնի որ զղջան, որտեղ նրանց ներսը քննում է միայն Աստված։ Մեր բոլորիս ներսը մենք իրար կարող է տասնյակ տարիներով ընկեր լինենք, անգամ ժամերկություն անենք, սաղմոս կարդանք, բայց իրար ներսը չիմանանք։ Միայն Քրիստոս գիտի մեր սրտերի ներսը։ Եվ դրա համար երբ Քրիստոս տեսնում է, որ մաքուր բաներ կա իր սրտում, ինքն է ձեռք մեկնում որ հանի այդտեղից իրան։ Իսկ եթե չկա, ազատ կանք հատվեք, գնացեք կործանվեք։ Նաև մարդու ամբարտավանության սկիզբը ապստամբելն է Տիրոջ դեմ, նրա սրտի ստահակությունը իր արարչի դեմ։ Մեղքի սկիզբը ամբարտավանությունն է հենց դա, եւ ով ունի այն, նրանից աղծություն պիտի ժայթքի։ Էլի այսօր մեր աչքերի առաջ է։ Ապստամբել Տիրոջ դեմ նշանակում է ապստամբել Տիրոջ պատվիրանների դեմ, խոսքի դեմ, չհնազանդվել ու շտապ չկատարելը։ Դա է ապստամբությունը եւ ամբարտավանության սկիզբն է։ Իսկ մեղքի սկիզբը ամբարտավանությունն է։ Եվ ով ընկավ դրա մեջ, որ տեսնում ենք, բաղծությունը սկսում է ժայթքել տեղից։ Տեսեք, ժողովուրդը պատճառ է բերում, որ ուզում են սուրբ կաթողիկոս, սուրբ քահանա, սուրբ հոգևորական, բայց Աստծո աչքերով պետք է նայենք։ Արդյոք արժան ենք մենք այդ սուրբերին։ Ինչի արժան ենք Աստված դեր տալիս է, եւ իշխանությունը ինքն է որոշում երբ անի, երբ փոխի։ Կամ որ սրբեր ունեին սուրբ կաթողիկոսներ, ինչ արեց ժողովուրդը։ Գրեթե բոլորի սպանեց, բայց սուրբ էին այն ժամանակ, եւ ամենամեծ սուրբը այս տիեզերքի արարիչը, որ եկավ ժողովուրդը ինչ արեց, չընդունեց, խաչեց, գամեց, ձաղկեցին, թքեցին երեսին, ապտակ տվեցին, որ այս տիեզերքի արարիչն էր, եւ դուք ասում եք թող սուրբ լինի, կամ մեր բոլոր սրբերը, առաքյալները, բոլորը նահատակվեցին, մարգարեներին բոլորին սպանեցին, հենց տեղից մեր աշխարհը սկսենք Թադեոս Բարթողիմեոս առաքելը սպանեցին, ներսես մեծին սպանեցին, ինչքան կաթողիկոսներ, ովքեր որ սուրբ էին, հալածվում էին, եւ այդ սուրբերն որ հոժարությամբ տառապում են այդ տառապանքների բողում թրծվում եւ դառնում Աստծո մեծ սրբեր։ Եվ ավելի լավ է ոտքից սայթաքենք, քան լեզվից։ Այդպես է շատերի կործանումը շուտ կհասնի, ովքեր լեզվից են սայթաքում։ Եվ նաև շատ երդվող մարդը անօրենությամբ է լցվում եւ հարվածներն անպակաս կլինեն նրա տնից։ Այսօր տեսնում ենք անգամ դպրոցական տարիքից երեխաները սովորել են այդ անընդհատ հորս արև, մորս արև երդումներ են ուտում, չարը այնպես անում, որ փոքր տարիքից անգամ երեխաներին գցի մեղքի մեջ։ Որտեղ Տերը ասեց, մի երդվիր, հա, պատվիրան տվեց։ Ցավոք սրտի մեծերն էլ նայում ես այդ մեծ տարիքի երիտասարդներին, սաղ վայ հորս արև նորից, վայ մորս արև, երդում են ուտում, անգամ ննջած թաղված իրաց ծնողների գերեզմանով, էլ չեմ ասում ավելի որ խորանան, անգամ որ սուրբ գիրքը տանում են, երդվում են,
Սուրբ գրքի վրա։ Ախր այդ Սուրբ գիրքը պատվիրում է, որ մի երթվեք, թող ձեր խոսքը լինի այո, այո, ոչը ոչ։ Նաև այդ երթումները, որ տանում են հենց զինվորականներին, որ երթում ուտեն, իրանց ինչա կոչվում, ռուսերեն պրեսյակա հայերը ոնց է։ Անընդհատ չար ամեն ինչ հնարում է, որ մարդկանց գցի մեղքի մեջ։ Եվ այսօր, եթե քրիստոնեական իշխանություն ունենայինք, թողանանք մեղքի օջախները վերացնենք, հա, ինչքան մեղքի օջախներ կա, որ ազատ արտոնություններ ունեն, էր խաղատներ, էր դաշվածքի կենտրոններ, էր գիշերային տեսակ ակումբներ, գայթակղության տեսակ ակումբներ, տարբեր տեսակի հասարակական կազմակերպության քողի տակ ինչ պիղծ բաներ ասես կազմակերպություններ չկան, որոնց վառ օրինակը ուզում եմ նշել, շեշտել դրան կանանց ռեսուրսների միությունը, որ պիղծ նկարներով դպրոցականներին տարածում էին տարիներ առաջ, իրանց սեռական պղծությունները, ինչքան տենց օջախներ կան, և փոխանակ, եթե քրիստոնյա ղեկավարություն լինի, փոխանակ փակի արգելի դրանք, բայց այսօր փակում են մեր եկեղեցիները, հոգևորականներին չթողնելով մտնել եկեղեցի։ Բանակից հանում են հոգևորականներին, որպեսզի ամբողջ բանակը անպաշտպան մնա Աստծով, որտև ճշմարիտ աղոթողն է, որ Աստված սկսում է պահպանել մեր երեխեքին, բայց դրա նպատակը չարի նաև ուրիշ է։ Հանում են եկեղեցուն բանակից, որպեսզի աղանդներին բերեն որպես քարոզիչներ։ Դա վաղուց իրանց ծրագրերի մեջ կա։ Եվ վայ ձեզ, ով քրիստոնյաներ, որ ընկեր եք կոչվում, եկեղեցի եք գալիս եւ գնացել միացել եք այդ պիղծ շարժումներին։ Ցավոք սրտի ողբալի է։ Նույնիսկ հիշում եք անցած անգամ ասացի Ամոսի մարգարեության մեջ, չարիք կլինի մի քաղաքում, որ Տերը չլինի արած այն, որովհետև Տերը ոչ մի բան չի անի, եթե չհայտնի իր խորհուրդները ծառաներին, մարգարեներին։ Միշտ սկզբից Աստված հայտարարում է ժողովուրդներին, իրենների միջոցով, մարգարեների, առաքյալների, Աստծո մարդկանց, որ պատիժ կլինի, ձեր ճանապարհից հեռացեք, թե չէ պատիժները գալու են, առանց զգուշացնելու եւ ոչ մեկին չպատժի։ Ինչպես զգուշացումներ եղավ Նիվեի օրինակը, ջրեղեղից առաջ եղավ Նոյներ վկայությունը, այդ չարությունների համար պետք է Աստված կործանի, վկայությունները միշտ լինում են, բայց լսող չի։ Ասում է Բարսյալին ով գոհություն կտա գերեզմանում, նրանց փոխարեն, ովքեր ողջ են և գոհություն են տալիս նրան։ Մեռյալից իբրև անգույից կորած է փառաբանությունը, կենդանի և ողջ մարդը կգովի Տիրոջը։ Մեռելն ու կենդանին ողջը ոչ թե մարմինն է մեռել թաղված է հողի մեջ, այլ քայլող մեռելներ կան, մեծ մասը քայլող մեռելներ են այս աշխարհում, որտեղ մեծ մասը դժոխք են գնալու, որտեղ եթե հոգու դուռը բաց չի, պղծություններով լցված ենք, մենք գերեզմանի մեջ մեռել ենք համարվում։ Ողջ մարդը նա է, ով հակել է մեղքի դուռը եւ իր աղոթքներով թակում է դուռը հոգու փրկության եւ դուռը բացվում է Սուրբ Հոգին է գալիս։ Եկեղեցի իմաստը 3 տեսակ է։ Եկեղեցին նաև մեր տաճարն է, այս մարմինը, որ ասեց Սուրբ է ձեր տաճարը, որպեսզի Սուրբ Հոգին գա բնակվի մեր մեջ։ Եվ որտեղ որ Սուրբ Հոգին է, այնտեղ էլ եկեղեցին է։ Եկեղեցի է կոչվում։ Նաև հավատացյալների այն խումբն է, ովքեր հավատում են Տիրոջ շուրջ աղոթք բարձրացնելու, փառաբանելու Տիրոջը եւ մեղքերի համար զղջալու։ Եկեղեցին այդ հավատացյալների խումբն է։ Նաև եկեղեցին քարե տաճարն է, որտեղ Սողոմոնը սարքեց տաճարը, ասեց Տերը ասեց իմ հոգին հավիտյան բնակվելու է այդտեղ։ Բայց եթե քարի տաճարները
հա, երբ որ հավատացյալ չկա, այն հավատացյալ, որ պահանջում է Տերը, դառնում են կռապաշտներն են հավաքվում։ Դրա համար էլ պատուհասները գալիս են, լինի թե գետնաշարժեր, լինի թշնամու հարձակումներ, եւ այդտենց ավիրվում են մեր եկեղեցիները։ Նաեւ եկեղեցի բառը մեղա Աստծո ըստիստ համարձակվում եմ ասել, եկ եղիցիա նշանակում է։ Սուրբ Հոգի եկ եղիցի բնակվի մեր մեջ։ Եկեղեցու բառի բացում է։ Հենց այնպես բառեր չկան, շատ բառեր Տաթևացին է անգամ բացում։ Օրինակ ծառ հասկացողություն, ինչի են ծառք կոչվում ծառերը։ Տաթևացին շատ գեղեցիկ է բացատրում, որտեղ ծառերը ծառայ են բոլորին, թե թռչուններին, թե գազաններին, թե կենդանիներին, թե մարդկանց, մինչև վերջին փայտի կտորը ինքը ծառայ է լինում, այրևելի տաքացնի մարդկանց։ Հովանի է լինում, որպեսզի հովանի լինի պաշտպանի տապից, սնուցող է լինում, թռչունները կերակրվում են, կենդանիները կերակրվում են, մարդիկ կերակրվում են, դրա համար կոչվում է ծառք, ծառա։ Իսկ ծառերը եւ ոչ գազաններն էլ, կենդանիներն էլ ամեն Աստծուն փառաբանում են։ Ու գիտեն, որ Աստված է կերակրում իրանց։ Սուրբ գրքում կա, թե կորյունը արյուծի, մռնչումը կերակուրա ուզում Աստծուց, թե թռչունները եւ բոլորն էլ Աստծու փառքն են հնչեցնում։ Եվ դրա համար Մսուրում գնաց, հա, աղանակը, ճիշտ է։ Եվ այդ բանող եզը, որտեղ կենդանիները ճանաչում են Աստծուն, իսկ մարդիկ չընդունեցին։ Բոլոր կենդանական աշխարհը Աստծուն ճանաչում է։ Անգամ եթե Սուրբ Հոգին անցնի, կենդանիները զգում են, բայց մարդիկ դարձել են անզգա։ Եվ նորից ասում եմ մահն ու հակառակությունը, արյունն ու սուրը, հարվածներն ու սովը, կործանումն ու տանջանքները, այս բոլորը ստեղծվել են մեղավորների համար, որտեղ եթե մեկը ամբից քայլի, Աստված պահում է աջից, ձախից, վերևից, ներքևից, թե հետևից, թե առջևից, պահում է բոլոր տեսակ չար փորձություններից, բայց այսօրվա այս փորձությունները որ կան, որոշների համար չար փորձություններ են, իսկ հոգևոր մարդկանց համար հոգևոր թրծվելու փորձություններ են, որ ավելի թրծվենք, այդ մաքուր ոսկին դառնան, ովքեր որ Քրիստոսին են։ Եվ բանսարկության ման եկողը գաղտնիքը հայտնում է, բայց հավատարիմ հոգի ունեցողը ծածկում է։ Տեսեք, մի անգամից հայտնում են, ես ինչի մեղք են, ինչի մեղքը, հա, քարկոծում են, շնությունների մեջ, չգիտեմ ինչերի մեջ, անգամ երեխա ունենալը ասում են, վայ, ես ինչ պղծություն է, դի հանվի։ Իսկ բարեկամության ուզող հոգին, հանրատ հոգին ծածկում է մեղքը, որ ոչ մեկ չտեսնի, այսինքն ընկնում ես նաև այդ բանսարկության մեղքի մեջ, այդպես դառնում են բոլորը բանսարկուներ, որդյակ վախիլտերիցը և թագավորիցը և հեղափոխականների հետ մի ընկերանա, բոլոր տեսակի հեղափոխություններ այսքան դարերում, այս 1000 տարիներում, 2000, 3000, 4000, 5000, 7-րդ հազարամյակն է արդեն մենք մտել ենք, բոլորն էլ չարից են։ Եվ մեծախոս լեզուները իբր արդարության, իբր թալանում են, ճնշում են աղքատներին, բան, այդ քողի տակ նորից ապստամբություն են անում ու հեղափոխություն։ Ինչպես տեսել ենք բոլոր հեղափոխությունները, Լենին կլինի, Փարիզյան կոմունան կլիներ, տեսակ հեղափոխությունները,
ու այդ հեղափոխականների հետ Աստված իրաններին ասում է չխառնվեք, չընկերանաք։ Տեսեք, Աստված ողորմում է նրանց, ովքեր ընդունում են խրատը եւ շտապում են լսել նրա վճիռները սիրակի իմաստության մեջ։ Այսինքն տեսեք, մի կողմից Աստված ասում է ում կողորմեմ, ում կգտամ, Աստծո գործն է, մենք ով ենք, ճիշտ է։ Բայց մի ուրիշտեղ լրացնում է բոլոր հարցերի պատասխանները տարբեր տեղեր գրած է Սուրբ Գրքում, որ դեպի Աստված գնացողը սովորի, կեղտի, սերտի այդ ամբողջը իր մեջ, որտեղ մի մասը ստեղ է գրած, մի մասը այնտեղ, որ ամբողջը կարդա սովորի, որ լրացումը գտնես, եւ այստեղ ասում Աստված ողորմում են նրանց, ովքեր լսում են իր խրատը ու շտապում են, որ կատարենք դրանք։ Եվ հետաքրքիր տեղ կա, ասում ավելի լավ է մեռնենք պատերազմի դաշտում, քան թե տեսնենք մեր ազգի ու մեր սրբությունների անարգանքը։ Էլի նման է մեր օրերին, հա, Մակաբայեցիների գրքում է ասում առաջի, որտեղ ավելի լավ է պատերազմը լինի ու մեռնենք պատերազմի դաշտում պաշտպանելով մեր սրբությունները, քան թե այսօր տեսնենք, որ գալիս են մայր տաճարի դռները, քացահարում ու ոտնահարում են, հայուելով մտնում են մայր տաճար, եւ դուք ասում եք անձի դեմ է, քավլիցի, նորից դա կրկնեցի։ Դուք գնում եք նրա կողքը, ծնկում եք, մեղա եք կարդում եկեղեցում, որ շալվարը մայր տաճարում իջեցնում էր աղջկան ցույց տալու համար լրագրողին։ Եվ դուք նրան համարում եք քրիստոնյա ու գնում ծնկում եք նրա կողքին, վայ է լինելու բոլորին։ Ինչ քրիստոնյա, չարը այնպես է անում, որ այսինքն մոլորված գան, վերջում քանդեն ամբողջ եկեղեցի։ Բայց Տերը չի թողալու, բոլորին խափանելու է, որտեղ ասել եմ միշտ, սատանան բոլոր իր զորություններով անդերձ, չափավոր է եւ չափի մեջ, Տերն է անսահման եւ անչափ, որ բոլորին հանդիմանելու է։ Մենք խոնարհանանք միշտ մխկտալով, աղորսելով նաեւ դրանց համար էլ, այժմ անգամ որպես թշնամի, ժամանակին եղբայր են այժմ թշնամի, միգուցե Աստված գտնի սրտերի մեջ նրանց մի լավ բան, որ բերի դառնան նորից եղբայր։ Որտեղ չարությամբ չպետք է խնդրենք։ Բայց միշտ Աստծուն խնդրում ենք, որ չար փորձությունը հեռացնի։ Սուրբ հայրերը բացատրում են երկու տեսակի փորձություններ ա միշտ։ Կա չար փորձություններ, որ մեզ տանելու է կործանում, եւ կա հոգեվոր փորձություններ, որ մեզ ավելի է թրծելու, որ դառնանք այն ազնիվ մետաղ Աստծու։ Իսկ խորագետ մարդը տեսնում է չարիքը եւ իրան պահում է։ Բայց պարզամիտները, այս թարգմանության մեջ պարզամիտ բառը մի քիչ ճիշտ չեն գրել, ես կասեի անմիտները ավելի ճիշտ կլիներ, անց են կենում ու վնասվում են, գնում են դրանց հետևից ու վնասվում են, այսինքն անմիտ ես, գույր ես։ Եվ արդարև Աստծուն ատելի են թե ամբարիշտը եւ թե նրա ամբարիշտությունը, որովհետև գործն էլ, գործողն էլ հավասարապես պիտի պատժվեն։ Հիշում եք անցած անգամ Աստծու սիրո մեջ այդ ամեն ինչը մտնում է, թե ատելությունը, թե զզվանքը, թե նզովքն ու անեծքը եւ վերջապես դատաստանը ու գեհենի դժոխ, գեհենի կրակը։ Այդ ամբողջն էլ Աստծու սիրո մեջ է մտնում։ Բայց ինքը նախորդ տալիս է, անարդար բան չկա, արդար Աստծու պատիժը, որտեղ նախորդ ինքը տալիս է թե օրհնությունների ճանապարհը եւ թե կործանման ճանապարհը հավիտենական տանջանքների։ Բայց ազատ կամք համեստ, ինքը ուզում է մեր ազատ կամքով սիրով գնանք դեպի իրեն, ոչ թե բռնի ուժով։ Եթե տես բռնի ուժով լիներ, ոչ մի սուրբ չեր լինի։ Սուրբ լինում են այն ժամանակ, երբ որ իր ազատ կամքով այս աշխարհը անտեսում են, աշխարհը խաչված է իրենց համար, իրենք էլ աշխարհի համար։ Եվ դրա համար այդ տառապանքների բողում, թրծվում դառնում են այդ մեծ սրբերը։ Երեք Սուրբ Սարգսի տոններ։
Եվ բոլորի վարքերն է, որ կարդում ես, այդտենց նահատակվում է։ Շատ քիչերն են, որ մինչև երկար ապրում են, Աստված գիտի, որտեվ ինքն է տնօրինում, ամեն մեկին տված չի այդ նահատակությունը։ Սրբերից մեկն էր, չէ, որ կանգնած էր, տեսնում էր մի ամբողջ այլակրոնների շարք է գալիս, խաչը վերցրեց ձեռքը կանգնեց, որ կան իրան սպանել, նահատակվի։ Բայց եկան շրջանցեցին իրան անցան, իրան մեջտեղը թողնելով կողքերով անցնում էին։ Տխրեց, բայց հրեշտակը ասեց, ամեն մեկին հտրված չի տա, ամեն մեկ իր ճանապարհն ունի։ Իսկ ով ասեց, որ քեզ տված է նահատակության պսակը, այսինքն սուրբ է, բայց մեկը Աստված է քննում ու որոշում մենք ինչ լինենք։ Եվ դրանաբար, երբ որ խոնարհաբար ենք վարվում մեր Աստծու հետ, Աստված մեր էլ ավելի շնորհներ կպարգևի, առաքինություններ, որպեսզի այս դժվարություններներ կարողանանք համբերել, չարին չարով չպատասխանենք, հայողին չհայոյենք, մաքուր պահենք մեր լեզուն, մաքուր պահենք մեր միտքը, անգամ մտքով էլ չփորձենք չար ցանկանալ, չէ, Աստծուց ենք խնդրում, Տեր, քո կամքը լինի, քո կամքով, բայց երբեք Աստված չի ուզում, որ մեղք գործենք, Աստված չի ցանկանում, որ գնանք չարին ընտրենք, պաշտպանենք, գնանք չարին միանանք, որտեղ որ շփվի ամբարիշտների հետ, ինքներ նմանվում է նրանց։ Իսկ գտեք մի սուրբ, իր աշխատեք իր մոտից չհեռանալ, որպեսզի սուրբ խորհուրդներ լսեք, սովորենք, որ մենք էլ փորձենք դառնալ դեպի այդ սրբությունը, որտեղ պատվիրանն է, սուրբ եղեք, կատարյալ եղեք, ինչպես հայրն է կատարյալ, պատվիրանը դա, հնարավորություն տվեց, որ գնանք, միանանք Աստծուն, և 5 տականում տեղ կա, որ ասում է, դուք Աստվածներ եք, որտեղ Աստծու պատկերով մեզ ստեղծեց, իր հոգուց դրեց մեր մեջ, մեր ռնգացը մեջ իր շունչը փչեց, որ կենդանի հոգի դարձանք, հիմա ուզում այդ հոգին վերադառնա դեպի իր սուրբ հոգին, և դրա համար պետք է, դրա համար ասում, միամիտ եղեք ինչպես աղավնիները, երկու տեսակ մեկնություններ կա, աղավնին մեջ ձգտում է իր բույնը, որտեղից որ բաց են թողում վերադառնում է, որ աղավնու պես վերադառնանք մեր հոր տունը, նաև աղավնին ասում է, ուրիշ տեղ սուրբ գրքում ասում է, աղավնու պես միամիտ, այսինքն անմիտ, միամիտ լինենք, անմիտ լինենք դեպի չարը, չմոտենանք չարին, չճաշակենք, չսովորենք, շատերը ասում ենք, վայ, մի հատ ուսումնասիրենք Ղուրանը կամ չգիտեմ կրեշնյան կամ մյուսը, որպեսզի պատրաստ լինենք, քավլիցի շատ սխալ մոտեցում է, որտեղ չարի մեջ մտնելով դու պղտորվելու ես ու պղծվես։ Ու ժամանակ էլ չես ունենալ, որտեղ չարը այնքան բան է ստեղծել, որ մեկը սովորես։ Դրա համար Աստծու խոսքը պիտի սովորենք, այդ բոլորը սաղ պարզ է դառնում։ Փոխանակ ամբողջ ժամանակը տրամադրենք Աստծու խոսքին, Աստծու դասերին, ոչ թե գնանք, սկսենք չարի բաները սովորենք, իբր թշնամուն ճանաչենք։ Սուրբ Աստծու խոսքը սովորելով բոլորին է սկսում ճանաչել, Աստծու բացվում է ամեն ինչ, հոգևոր աչքերը դա բացվում։ Եվ Աստծու բարգությունը գալիս է անհնազանդության որդիների վրա։ Տեսեք ինչքան մեծ մեղքեր են այդ անհնազանդությունը, ապստամբությունը, Աստծու բարգությունը իրանց վրա գալու է։ Եվ ամբարիշտ մարդու խոսքից մի վախեցեք, որովհետև նրա փառքը աղբ է և կեղտ։ Այսօր լինի թե վաղը, այն այլևս չի մնա և կվերածվի հողի և կանյանան նրա մտադրությունները։ Եվ շատերն են տենց եկել, մեծ բարբաջել և գնացել են մարմինը հողին, հոգին էլ պարզ է որտեղ։ Հեղափոխականների հետ մի ընկերանա, տեսեք քանի տեղ կա նշված, մի ընկերանա բարկության տեր մարդի հետ, բորբոքվող մարդի հետ մի գնա։ Անգամ ընկերներ ունենք, որ տեսնում ենք
եթե բարկության տերը ինքը անընդհատ ամեն ինչից բարկանում սկսում անգամ հայել, պետք է չշփվենք, դե իր հետ է կտրվենք, իրանից է կտրվենք, որտև էլի Աստծո պատվիրաններ, Առակաց գրքում։ Այդ բոլորը պատվիրաններ են, պատվիրանները 10 չեն, այդ 10 բաժանում ամեն մեկը հարյուրավոր ճյուղերի։ Սուրբ Գիրքը կարդանք, սովորենք, որ հասկանանք, որ խուսափենք, այդ ճանապարհներից խուսափենք։ Եվ ինչպես դժողքը եւ կորուստը չեն կշտանում երբեք, որտեղ դժողքը անընդհատ ուզում է լափի մարդկանց հոգիները։ Նույնպես էլ կշտանալ չեն կշտանում նույնպես էլ մարդու աչքերը, որտեղ հիմնականում դրանք նյութապաշտներն են, կռապաշտներն են, բայց ոչ աստվածապաշտներ։ Աստվածապաշտության իրան թողել են մի փուչուր հատված իբր ապահովություն, որ հետո կարող է փրկվեն այդ մի փուչուրով, որովհետև հարուստը չի կշտանում իր հարստությունից։ Սարերը կուտակեն հարստության, նայում են, որ ավելի մեծ սարեր կա, ուզում են էլի կուտակեն եւ կշտանալ չկա մինչեւ կյանքի վերջ։ Բայց Աստված փրկության ճանապարհը տվեց, հիշում եք այն երիտասարդին, հարուստ էր, պատվիրանները սաղ պահում էր, ասեց ուզում եմ կատարյալ լինեմ, ասում դե գնա ունեցվածքդ վաճառի, բաժանի աղքատներին ու նոր արի մետևից։ Բայց տխրեց ու հեռացավ, որտև այդ նյութը, այդ կարողությունը հեռացրեց Աստծուն, չգնաց Աստծու հետևից, պահեց այդ կուրքը, որտև դա էլ է կուրք։ Կուրքը ընդհանրապես դևերն են, որտև ամեն մեղք իր դևն ունի, այնպես էլ դա իր դևն ունի եւ բռնած պահեց։ Իսկ ինչքան սրբեր գիտեին, որ հարուստ էին այս նյութով աշխարհի, բայց ամբողջը հանձնեցին ու մերկ գնացին Քրիստոսի հետևից, այդտեղ սրբերի վարքերը շատ կան։ Եվ Երանի թե այդպես լինենք, որ կարողանանք ամեն ինչից հրաժարվել, որ մերը չի։ Նույն Տաթևացին, նույն Սուրբ Գիրքը Սողոմոնն ասում, ունենք ծածկ, որ տուն ունենանք, փոքրիկ, հա, ծածկ ունեք, զգեստ ունեք, որ չմրսեք, մերկ չմնաք, սնունդ ունեք, որ սոված չմնաք, դրանով բավարարվեք։ Էլ չպետք է ձգտենք մեծ բաների, բայց ցավոք սրտի աշխարհը սաղ կյանքը երիտասարդ տարիներից նվիրում են իրանց, անընդհատ հարստանալու, գործեր ճարելու, գնում են, վնասվում են, անգամ Պողոս Առաքյալը ասում է, հարստանալը մտքիցդ անգամ հեռացրու, դա 5 տականում կա, իսկ Պողոս Առաքյալը ասում է, ով որ ուզում է հարստանալ, մինչև դժոխք հասնելու է։ Պետք է փառք տանք Աստծուն, ինքը գիտի ինչքան տա մեզ, ինքը չափը գիտի, մենք չենք չափ որոշողը։ Եվ մեղավորների համար Աստված պաշտությունը գարշելի է։ Եթե իմաստության ես ձգտում, պահիր Տիրոջ պատվիրանները, եւ Տերը քեզ կպարգևի այն։ Ինքն է տեսնում մեր ներսը, պատվիրանների հետ ինչպես են վերաբերվում։ Եվ տեսնում է, որ իրոք դու շատ բաներից խուսափեցիր, պահեցիր, մարդ ենք, էլի Աստված չենք, մարմին ենք, ամեն ինչ չենք կարող այդ անել, բայց ձգտումը տեսնում է, որ այդ ձգտումը կա ու շատ մեղքերից սկսում ես հեռանալ, բոլորս էլ մեղավոր մարդիկ ենք, ու ունենք շատ զզվելի մեղքեր, որ ինչպես պիտի կանգնենք Աստծո դատաստանի առաջ, որ ցույց տանես մեր մեղքերը, հա? Մեր անմեղ մարդ չկա, ինքան հետաքրքիր էր, Աղեր Սամացյանը, որ գրել է, մի լեզվագետ պրոֆեսորի մոտ էր ընկել գիրքը, սաղ գիշեր կարդացել էր ու լացել էր, ասել է, ես իրա մեղքերը չի, ես իմ մեղքերն է սաղ գրել, որտեղ բոլորիս մեղքերը նույնն է, մարդկային մեղքերը, եւ այդ զղջումը պետք է լինի աղերսը, որ Տերը ջնջի այդ մեր մեղքերը, որ ամոթով չմնանք դատաստանի օրը, մերկ չլինենք, այդ Քրիստոսի տված հանդերձը ունենանք,
Եվ ինքը նայում է այդ մեր սրտերին, այդ աղերսող, սխճում ես, աղերսում ես, թրջոտում են քո աչքերը քո մեղքերի համար, եւ երբ որ դա տեսնում է այդպես է, Աստված ասում է բոլոր քո թշնամիների հետ ես կպատերազմեմ։ Եվ Տերը հանդիմանալու է բոլոր մեր թշնամիներին, թե անհատական, մեղա Աստծուն մեր եմ ասում, ովքեր որ Տիրոջն են, մեղա Աստծուց մեղավոր են, եւ մեր ազգի, որտեղ այնպես չի, որ ամբողջ ազգն է վատ, ազգի մեջ կան նաեւ շատ հավատավոր նվիրված Քրիստոսին անձեր, եւ այդ քչերի համար ինքը կպահի ու բոլոր թշնամիների հետ պայքարելու է։ Բայց Տիրոջ գալուստը որ եղավ, որ շատ մոտ է, շատ արագ միանգամից ոչնչացնելու է անվարժտներին էլ, անվարժտություններ, որպեսզի 1000 տարի էլ թագավորին արդարները Տիրոջ փառք տան Տիրոջը, պատվիրանները պահեն ու կատարեն, գոհանան ու փառավորեն Աստծուն։ Եվ ոսկին փորձվում է կրակի մեջ, ինչպես ասեցի, իսկ մարդը տառապանքների ողում։ Շատ չտխրենք, այս տառապանքների ողում պիտի թրծվենք, որպեսզի այդ Տիրոջ ուզած ազնիվ մետաղը ոսկին լինենք։ Եվ ինչպես անդամանտը, որ անընդհատ մշակում են, որ դառնա անդամանտ, այնպես էլ մեզ անընդհատ պետք է մշակենք, մաքրենք, այդ մեղքերը հեռացնենք, որպեսզի լինենք Տիրոջ արժանի թանկարժեք քարը։ Ամեն անձի համար հրեշտակները ուրախանում են, ամեն փրկվող անձի համար մեծ ցնծություն է երկնքում, եթե մեկը մտնի երկնքի արքայություն։ Ինչքան գնում է աշխարհի վերջը դեպի, շատ քչանում են այդ մտնողները։ Հենց այնպես չասեց, որ գամ հավատքը գտնելու եմ, եւ ես այն նորից կրկնում եմ, ասեց, աշխարհի վերջում փրկվողները այնքան սակավ կլինեն, որ փոքրիկ երեխան մատերով հաշվելու է։ Դե տեսեք, փրկություն կարծես թե ինչքան ջանք պետք է գործադրենք, որ գնանք դեպի այդ փրկությունը։ Եվ Տերը թող ուղեկից լինի մեզ, ուղղի մեր բոլոր ճանապարհները, մեր սրտերն ու հոգիները, միտքն ու լեզուն, մաքրի, ինչպես Պողոս Առաքյալն ասում, մաքուր պահեք ձեր միտքը, մարմինն ու հոգին, եւ ձեր շունչը մեր խոսքն է, որ բերանից դուրս է գալիս, ինչպես Աստվածաշունչ Աստծո խոսքն է, այդ շունչը մեր խոսքն է, մաքուր պահենք այդ ամեն բան, Աստծով իհարկե մենք ոչինչ չենք կարող, մենք պետք է հասկանանք, որ մենք ոչինչ չենք, մեր ասում ձեր հասկացողությանը անգամ մի վստահեք, շատ տեղեր կա Սուրբ գրքում, որ մեր ոչ մի բանին չպետք է վստահենք, անգամ մեր սրտին էլ, Աստված գիտի, մենք այդ Տիրոջն ենք վստահում, որպեսզի այդ բոլորը մաքրի եւ արժանանանք Տիրոջ որդիներ, դուստրեր, քույրեր, եղբայրներ, բարեկամ, ընկեր լինելու ամեն։